Ղուկասարյան նշել, թե ինչ գործով է Էլիզաբեթ Պետրոսյանը տեղափոխվել Քնչական գործով։ Էլիզաբեթ Պետրոսյանը քնչական կոմիտե, այսինքն Էրեբունու քնչական բաժին հրավիրվել է հարձակումության, վկայի դատավարական պատմության, որի նախորդել է Վերջինստանը, իրականացված խոզարկությունը բարեկամություն։ Ինչպես։ Ինչ խոզարկություն։ Խոզարկություն քնչական գործողություն է կատարվել, որի արդյունքում հիմա ինչպես Քնչական կարգավիճակի մասնակից լայն տարածում ստացած առավոտվանից արդեն լայն տարածում ստացած հայտնի հնարավոր ենթադրյալ ահաբեկչության կազմակերպման եւ իշխանություն զավթելու հետ կապված Սրբազան շարժման առաջնորդագրել Սրբազանի վերաբերյալ հարուցված գործի շրջանակներում է եկա պահին որևէ տեղեկատվություն այս մասով չեմ կարող հաղորդել, որովհետեւ խոզարկության որոշման հետ կապված խոզարկության որոշումը չէ պարունակում ավելի փաստական, ավելի առարկայական որևէ առնչություն եւ բնականաբար տրամաբանորեն այդ իսկ պատճառով Էլիզաբեթ Պետրոսյանը ունի վկայի դատավարական կարգավիճակ։ Այսինքն որևէ ենթադրյալ հանցագործության հետ առնչություն Էլիզաբեթ Պետրոսյանի մասով մատնանշված չէ խոզարկության որոշման մեջ, այդ իսկ պատճառով ունի վկայի դատավարական կարգավիճակ եկել են հարձակումություն։ Իսկ ինչպես է գնահատում այդ գործողությունները իրենց տանը իրականացրած հաջողությունները։ Ընդհանուր առմամբ օրինաչափ եւ իրավաչափ բնույթ են իրենցից ենթադրել, այսինքն ըստ էության որևէ հայտարարություն, դիտողություն եւ իրավախախտ ինչ-որ քննչական գործողության պրոցեսի ընթացքի հետ կապված չեմ կարող նշել, քանի որ դրանք օրինաչափ ձևով են ընթացել։ Շատ լավ, այլ կանոնն է ոչ ըստ էության Ձեր գնահատականը լսել այս գործողություն հատուրջոկատայիններ էին եկել ազգային անվտանգության ծառայության։ Սա ուղղակի քաղաքական պիստեր է։ Այսինքն մենք տեսնում ենք խելառի ինչա պատահել։ Մենք հիմա աշխարհին Հայաստանին նայում դրա աչքերով։ Այսինքն ամենօրյա խոզարկություններ մեր հետ վերջացնի սկսելու է իր թիմին նույն ձև անել։ Ինքը բոլորին եւ ամեն ինչին կասկածում ամեն ինչի մեջ, որ բոլորը իրավեն են, ամեն ինչ իրավեն է։ Խելագար է։ Վկայի կարգավիճակով է այստեղ։ Այո, իրավաբանը ավելի լավ։ Հա, դրա մասին խոսեցինք, բայց առավոտից մեկնարկել է այդ խոզարկությունները, ընդհանուրս իրավիճակին կարող եք գնահատական տալ։ Այս բանը դեռ չեմ կարող, որովհետև լիարժեք ինֆորմացիայի դաշտում ինչա կատարվում չեմ տիրապետում, հեռախոսս արգրավել էր, դրա համար մի քիչ աշխատից կտրված եմ այս բանը։ Իսկ հարցրեցիք թույլտվություն ունեին ձեր հեռախոսը արգրավելու եւ են վերադարձել։ Բերեցին որոշում, դատարանի որոշում էր կարծեմ, որում գրված էր այդ ամեն ինչը, որ ինչ-որ խոզարկություններ եւ այլն հեռախոսս մի անգամից արգրավեցին։ Այն իրեր եւս արգրավել են։ Ինչ-որ փաստաթղթեր վերվել են այստեղ։ Չէ, նման միակ բանը, որ արգրավել է, դա հեռախոսը։ Տանախոզարկություններ են անցկացվել, որևէ իրեր չեն արգրավել ուրիշ։ Ըստ էության դա եկեք համել նախաքննության գաղտնիության ինստիտուտը հարգենք եւ այս իմաստով մանրամասներ քննչական գործողության ընթացքից եւ արդյունքից չհրապարակենք, քանզի դա եւս ենթադրում է քրեական պատասխանատվություն։ Շատ լավ, Սեփրեն, պատկերացնում եք մոտավոր ինչքան կտևի այստեղ քննությունը։ Բացարձակ գաղափար չունեմ։ Շատ լավ,